Մինչ աշխարհն արդեն հրաժեշտ է տվել տոնական օրերին, շատերի համար նոր տարին դեռ նոր է սկսվում։ Հունվարի 13-ը հին տոմարով նոր տարին է, տոն, որը գալիս է դարերի խորքից։ Հունվարի 13-ը հին տոմարով տարվա վերջին օրը պատմականորեն եղել է տոնական։ Այն պահպանվել է ոչ թե որպես պաշտոնական, այլ ազգային հիշողություն կապված տարվա ավարտի ու նորի սպասման հետ։ Եթե ներկայացնելու լինենք առհասարակ նոր տարին, թե ինչպես էր նշվում հայոց մեջ, բնականաբար կապ չունի հին կամ նոր տարին, մեզանում նշվել է ազգային երգերով, խաղերով, սովորույթներով, ինչպես որ ընդունված է եղել ամենատարբեր վիճակ խաղերով, հետաքրքրական, բայց հին եւ նոր տոմարի տարբերությունը բնականաբար գալիս է հուլյան եւ գրիգորյան տոմարների տարբերությունից, որ 1582 թվականին Գրիգոր Պապի կողմից նկատվեց։ Ժողովրդական պատկերացումներով հին տոմարով նոր տարին նշվել է համեստ ընտանեկան միջավայրում։ Ազգային երգն ու պարը տոնին հաղորդել են շունչ ու շարժում, դառնալով վերածննդի եւ շարունակության խորհրդանիշ։ Մի պահ փորձենք մի կողմ թողնել հին ավանդական ծեսերը, երգն ու պարը։ Հունվարի 13-ը հայ առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ անվանակոչության տոնը։ Այսօրը 8 օրական Հիսուս Քրիստոսին տրվեց իր անունը։ Չմոռանանք, որ հունվար 5-6, 5-ին ճրագալույցով Սուրբ Ծնունդն ենք սկսում նշել, հունվարի 6-ին արդեն բոլորս նշում ենք Սուրբ Ծննդյան տոնը, եւ ունենք 8 օրեք Սուրբ Ծննդյան, որ 5-ից 13-ն է ձգվում, եւ այս 8 օրերի ընթացքում մենք անդադար ողջունում ենք միմյանց Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ասելով, եւ ամսի 13-ին այսօրը հին տոմարով նոր տարվա օրը, բայց եկեղեցական իմաստով Քրիստոսի անվանակոչության տոնն է։ Ըստ հրեական ավանդության, սովորության, օրենքի 8-րդ օրը տղա երեխաներին տանում էին, թլպատում էին, ինչպես որ մեզանում էլ ընդունված է մկրտության խորհրդով նշան դնելը եւ մարդուն քրիստոնյա դարձնելով Աստծուն նվիրելը, այսպես ասենք, Քրիստոս եւս թլպատվում է եւ ավետարանական այսօրվա ընթերցումը ամենակարճ ընթերցումն է Ղուկասի ավետարանից 2-րդ գլխի 21-րդ համարն է, շատ հստակ ասվում է, երբ 8 օրերը լրացան եւ նա Հիսուս թլպատվեց, նրան տվեցին Փրկիչ անունը, Հիսուս անունով կոչեցին, ինչպես որ հրեշտակը որոշել էր, երբ դեռ չէր հղացվել։ Այսպիսով նույն օրը միավորվում են ազգային հիշողությունն ու եկեղեցական խորհուրդը, ցույց տալով, որ տոնն առաջին հերթին ինքնության ու հավատքի հիշեցում է։ Այսօր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է, եկեղեցական իմաստով, որ մեզ համար առավել կարևոր է, քան պարզապես ազգային խաղերն ու մշակութային երևույթները, որոնք երբեք չենք դրժել եւ մեր քրիստոնեությունն էլ երբեք դա չի առանձնացրել, այլ կլանել է իրենն է դարձրել։ Բայց անվանակոչության տոնը ինչի մասին է։ Առհասարակ, եթե ուշադիր լինեք, մկրտության ժամանակ մենք այսօր էլ սովորություն ունենք մարդուն մկրտության անուն տալու։ Եթե օրինակ չափահաս տարիքում է մկրտվում կամ մեծ տարիքում, երբ իր անունը արդեն իսկ ունի եւ հատկապես եթե դա քրիստոնեական անուն չէ, ենթադրենք Աստղիկ է մեկի անունը, որ շատ գեղեցիկ անուն է, հայկական, շատ ազգային, բայց նաեւ տալիս են քրիստոնեական որևէ սրբուհու անուն։ Եվ սա գալիս է հենց 8-րդ օրը թլպատության ժամանակ անուն դնելու հրեական սովորությունից, որ մենք վերցրել ենք եւ մկրտության միջոցով 8-րդ օրը մկրտությունն էր, ընդունված էր, որ 8 օրականում կամ 40-ում մենք մկրտություն ենք արել։ Տեր Մարկոսի ընկալմամբ տարվա իրական սկիզբը կարող ենք կապել ոչ թե տոմարի, այլ Սուրբ Ծննդյան խորհրդի հետ։ Եթե վերցնենք եկեղեցական օրացույցները, օրինակ Ճաշոց գիրքը, որտեղ ամբողջ ընթերցումներ են, ինքը սկսում է Սուրբ Ծնունդով, այսինքն եկեղեցական տարին նոր տարի չունի, ունի Սուրբ Ծննդյան սկիզբը Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագն է։ Հետևաբար հին թե նոր տարի, սա մեզ համար իբրև քրիստոնյաների կամ եկեղեցական իբրև ինձ համար ինքն մեզ նշանակություն չունի, նշանակություն ունի Սուրբ Ծնունդը եւ այսօր Սուրբ Ծննդյան 8 օրեկի ավարտն է, որի առիթով մեկ անգամ եւս միմյանց շնորհավորելու հնարավորություն ունենք։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ ավետիք, ձեզ ավետիք, մեր տուն, ձեր տուն, ձեզ ավետիք։ Անկախ նրանից նոր տարին դիմավորում ենք երգով թե աղոթքով, հունվարի 13-ը հիշեցնում է յուրաքանչյուր սկիզբ կոչը, արժևորելու մեր ինքնությունն ու հավատը։ Ելնեք թե այս նոր տարին, վերջ տար հայից ավելին, չարը կոչել ու բարին, բուն դներ մեր
Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։